Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ, падգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանին։ Բարի երեկո, պարոն Ղազինյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Ղազինյան, վերջին օրերին Ուժեղ Հայաստան կուսակցության լիդերների հետ կապված մի քանի աղմկահարույց հայտարարություններ կան, ուստի առաջարկում եմ առանձին անդրադառնալ այդ հարցերին։ Նախ The Insider պարբերականը հրապարակում արեց այն մասին, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ժամանակ որպես աշխատանքի վայր գրված է եղել FSB։ Կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Գիտեք, շատ դժվար է մեկնաբանել տիեզերական մասշտաբի հիմարությունները։ Անգամ դատարանի բակում ես էլ էի այնտեղ, պարոն Կարապետյանի կողքին, այսպես ծիծաղով ընդունեց այդ լուրը եւ շեշտեց, որ ինքը քաղաքացի է դարձել 93-94 թվականներին, այսինքն նախ ինսայդերը որպես այդպեսին ինձ համար համենայն դեպս կասկածելի լրատվամիջոց է, այսինքն եթե չեմ սխալվում Ռուսաստանից ասեցին դա վտարված այսպես լրատվամիջոց է, որը բնականաբար գործում է այլ այսպես երկրների կամ այլ քաղաքական աշխարհակաղակական կենտրոնների շահերից ելնելով, այդ իսկ պատճառով չեմ էլ ցանկանում դրան անդրադառնալ, ուղղակի մեր հայրենակիցներին կոչ եմ անում հետևել լրահոսին շատ մեծ ուշադրությամբ եւ տեսնել թե ինչի համար եւ ում նկատմամբ է դա արվում։ Սամվել Կարապետյանը երբևէ որևիցե դեպքում, ինչպես հայտարարվել է, բացի բիզնեսից Ռուսաստանի Դաշնություն ոչ մի բանով չի զբաղվել։ Եվ հավատացած եղեք, եթե անգամ դրա կես տոկոսը ճիշտ լիներ, դա վաղուց հայտնի եղած կլիներ։ Բայց օրինակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այդ լուրը հրապարակեցին որպես ճշմարտություն եւ նաեւ հայտարարեցին, որ այդ հիմքով օրինակ Սամվել Կարապետյանին, նրա թիմակիցներին, ովքեր այդ համակարգի մեջ ներառված են, պետք է վտարել Հայաստանից։ Չեմ նկատել վտարելու մասը, բայց գիտեք, վաղուց արդեն, այսպես ասեմ, մեր իշխանությունները, այսպես ասած, գործում են մարդկային, բարոյական, իրավական բոլոր սահմաններից դուրս, այսինքն չունեն որևէ կարմիր գիծ։ Հայաստանի Հանրապետությունում մանձը մեղավոր է ճանաչում միայն եւ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով, դատարանի որոշմամբ։ Հիմա սրանք արդեն այնքան են այսպես լկտիացել կներեք արտահայտությունից համար, որ անգամ իրավապահ մարմիններին են ստիպում այդպիսի հայտարարություններ անել։ Օրինակ քննչական կոմիտեի հայտարարությունն Նարեկ Կարապետյանի հետ կապված այնպիսի հայտարարությունը կարծես դատարանի որոշում լինի։ Այնինչ քննչական կոմիտեն էլ է շատ լավ հասկանում, որ ինքը հանցանք է գործում։ Չի կարող որևէ տակը փոքր իհարկե գրում են անմողության կանխավարկած հետ կապված, բայց դա չեմ կարծում շատ մարդ կարդում է։ Այսինքն իրենց տրված այսպես լրատվական այդ ինֆորմացիան կարծես դատարանի որոշման նման է։ Չի կարելի այդպիսի բան անել, դա պետության քանդելու կազմաքանդման առաջի, այսպես ասած, նշաններից մեկն է, չնայած սրանց պարագայում այն ինչ որ արել են, սրանք ամբողջը խաղալիք են։ Այստեղ մի հետևություն, ես նորից ցանկանում եմ դիմել մեր հայրենակիցներին, իշխանությունները դիմում են այսպիսի մեթոդների միայն եւ միայն մի պատճառով։ Հասկանում են, որ պարտվում են։ Այլ պատճառ այդտեղ չկա։ Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացի լինել-չլինելու հարցի վերաբերյալ Կարապետյանը երեք հայտարարեց, որ 24 ժամ ժամանակ են տրամադրում, որպեսզի քննչական կոմիտեն հերքի։ Ժամանակը չի ավարտվել, ինչ է սպասվում։ Նարեկ Կարապետյանը ինչ հայտարարել է, համոզված եմ, որ անելու է եւ շատ մի այսպես նաեւ գեղեցիկ հայտարարություն եղավ եւ Սամվել Կարապետյանի եւ Նարեկ Կարապետյանի հետ կապված այդ այն պաշտոնատար անձինք, ովքեր տարածել են դա այսպես համոզմունքով եւ այլն, հայցով դիմելու ենք դատարան եւ հայցապահանջի այդ գումարը ուղղվելու է Սևանի հոգեբուժարանի սենյակները, չգիտեմ ոնց է դա կոչվում, լավարկելուն, ինչի համար, որովհետեւ ես համոզված եմ, որ իշխանափոխությունից, ընտրությունների միջոցով իշխանափոխությունից հետո այնտեղ ահագին մարդ գնա, այսպես տիպողաբար բուժման։ Պարոն Ղազինյան, անկախ այն հանգամանքից, թե իրավապահ կառույցները ինչ որոշում կընդունեն, օրինակ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի էր, թե ոչ,
բայց կարծում եմ համակարծիք կլինեք, որ սա որևէ կերպ կարող է ազդել նաև ընտրությունների արդյունքների վրա։ Նարեկ Կարապետյանի մասին։ Այո։ Ճիշտ ասած չեմ կարծում, որովհետև ժողովուրդը արդեն այսպես իմունիտետ ունի իշխանությունների գծած խայծերի հետ կապված։ Այսինքն արդեն հասկանում են, որ այստեղ գիտեք 1, 5, 10, 20 ինչ-որ բան ասելու եւ դա սուտ դուրս գալու դեպքում արդեն մարդիկ սկսում են չհավատալ, ասենք ոնց են պատկերացնում, որ Նարեկ Կարապետյանը երբևիցե ունեցած լիներ Ռուսաստանի քաղաքացիություն եւ դա նշած չլիներ։ Այն էլ այն դեպքում, որ զգուշացվում է, որ պետք է այդ ամբողջը ճիշտ ներկայացվի։ Ասում են թաքցրել եք։ Չէ, նախ իմաստը չեմ տեսնում թաքցնելու, առաջին հերթին նույն հաջողությամբ Սամվել Կարապետյանը կարող էր թաքցնել վերջին հաշվով։ Իմաստը նախ չեմ տեսնում, երկրորդն էլ ընդհանրապես չստացվի այսպես շատ գովել, բայց մեր թիմը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ամենայն դեպս այս պայմանությամբ որևէ խափելու կամ խափած լինելու որևէ փաստարկ որպես այդպեսին չկա։ Եվ մի շատ կարևոր հանգամանք, նորից մեր հայրենակիցների ուշադրությունն եմ ուզում հրավիրեմ, եթե տեսնում են ընդհանրապես քարոզարշավը ինչի համար է, որպեսզի ներկայացվեն ծրագրեր, բանավիճեն, առարկայական քննարկումներ տեղի ունենան, ինչ ենք մենք այսօր տեսնում։ Այսօր տեսնում ենք, որ իշխանությունը լծված է ներողություն արտահայտությունս համար անբարոյական, այսպես ինչ որ գիծ է բռնել եւ փորձում է օրակարգը շեղել, որը փառք Աստծո չի ստացվում եւ ամենակարևորը այդ ժարգոնը, այդ բառապաշարը խոսում են։ Ես այսպես մի հերատորական հարց ունեմ, արդյոք այդպես խոսողները նույն մեր այսպես կոչված պաշտպանության նախարարը երբևէ 8 տարի առաջ կարող էր մեկի հետ արայով խոսել կամ գիտի ընդհանրապես ինչ է նշանակում արա կամ երբ որ մեր ճշտամական պետության ղեկավարը շատ կոպիտ բառախոսություն չօգտագործեն, բայց ստորացնում էր իրենց։ Այդ ինչ է նույն պաշտպանության նախարարը մի հատ չվերկացավ, սենց այսպես ակնարկ գոնե, մի թթու խոսք ասեր։ Պարոն Ղազինյան, Ռուսաստանի փոխարտգործնախարարը Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հետ կապված հարցին անդրադարձավ, երեք հայտարարեց, որ Կարապետյանը երբևէ Ռուսաստանի քաղաքացի չի եղել։ Բայց հաշվի առնելով հանգամանքը, որ իշխանությունը ձեր թիմին հաճախ մեղադրում է ռուսական կողմնորոշում ունենալու, այսպես ասած, ռուսական շահեր սպասարկելու մեջ, արդյոք փոխարտգործնախարարի այս հայտարարությունը չի դիտվի որպես օգնություն կամ Հայաստանի ներքին գործերի ներքաղաքական իրավիճակին խառնվելու հերթական փորձ։ Ճիշտ ասած, ոչ, հիմա ասեմ ինչու, եթե մեր հայրենակիցները չեն հետևել, ես հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ փոքրիկ խմբակի ղեկավարը հայտարարում էր, որ Պուտինի հետ ունի ընկերական հարաբերություններ, ինչ-որ թիվ հնչեցրեց, քանի անգամ են հեռախոսով խոսել եւ այլն եւ այլն։ Հիմա այդ պարագայում նախ առաջին ես միշտ եմ ասել, Աստված գիտի թե ով է ավելի այսպես ռուսական բարձրաստիճան անձանց հետ ավելի մտերիմ հարաբերությունների, ինչպես մեր ղեկավարը շեշտեց, ասաց ես Պուտինին չեմ տեսել, Պուտինի հետ նկար չունեմ, որևէ ղեկավարի հետ եւ այլն։ Եվ այդ նույն հայտարարությունը անելուց հետո մեզ մեղադրել ռուսականության մեջ հերթական հիմարությունն է։ Ինչ վերաբերում է եթե չեմ սխալվում, փոխարտգործնախարարը հայտարարեց, այո։ Գիտեք, ընդհանրապես պետությունների պաշտոնական հայտարարությունը այն էլ Ռուսաստանի Դաշնության պես գերտերության դնել կասկածի տակ, այն էլ որևէ երկրի իշխանության կողմից մեղմ ասած նորմալ չէ։ Դա եղել է պաշտոնական հայտարարություն, դա կարող է լինել ոչ Ռուսաստանի, դա կարող է լինել բոլոր այն երկրների պաշտոնական հայտարարությունները, որի հետ կապված այդպիսի խնդիր լիներ։ Նորմալ իշխանության պարագայում թեման պետք է անմիջապես փակվեր, որովհետև Ռուսաստանի պաշտոնական հայտարարությունն է դիրքորոշումն է, որ չկա այդպիսի քաղաքացի եւ չի եղել։ Քննչական կոմիտեն պետք է ներողություն խնդրեր իր հայտարարության համար եւ թեման փակվեր։ Բայց հաշվի առնելով, որ ունենք աննորմալ իշխանություն, որը կապ չունի վերարտադրվելու համար պատրաստ է ամեն ինչի։ Ուղղակի չի հասկանում, որ մենք էլ ենք պատրաստ ամեն ինչի։ Երևանի եւ Մոսկվայի միջև հարաբերություններին անդրադարձավ նաեւ Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահը, նա հայտարարեց, որ Երևանը ոչ բարեկամական քայլեր է անում Մոսկվայի նկատմամբ, Երևանի հետ հարաբերություններին առաջիկա ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի հարցը քննարկելու մասին խոսվեց նաև Ռուսաստանի փոխվարչապետը, սակայն
Հայաստանից արձագանք հնչեց, որ ԵԱՏՄ երկրները Հայաստանին չեն կարող հեռացնել ԵԱՏՄ կազմից։ Այս հարաբերությունները, եթե այս ուղով շարունակվեն, կարող ենք սպասել։ Շատ վատ բաներ կարող ենք սպասել, բայց այստեղ հարցը ավելի խորքային է։ Հիմա հերթական ապացույցը, որ վարչապետը ստում է, ասեմ ինչով։ Եթե դու ունես ընկերական հարաբերություններ եւ այդպիսի սերտ կապ ունես հեռախոսազրույցների, հանդիպումների միջոցով, մեկը ուղղակի հարց տասի, լավ, բայց եթե դու այդքան լավ հարաբերություններ ունես, բա ինչ է այս վիճակը, ինչ է արդեն հասել նրան, որ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը կամ այդ փոխվարչապետը այսպիսի հայտարարություններ եւ երկրորդը ինչպես է պատասխան տալու, եթե հանգարց ԵԱՏՄ-ն ընդունում եմ, միգուցե այնտեղ վետո իրավունք կա եւ այլն, բայց ամեն դեպքում կսկսի գործել, չէ՞, այսինքն մեր տնտեսությանը սկսեն վնասներ տալ։ Ով է պատասխան տալու դրա համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ես չեմ կարծում, որ մի հոգու պատճառով ամեն դեպքում Ռուսաստանը գնա շատ կոշտ քայլերի։ Ուղղակի մեզ պետք է այսպես համադրական ճանապարհով վռնդել այս իշխանություններին, որպեսզի ունենանք նորմալ երկիր եւ նորմալ վստահելի գործընկերային հարաբերություններ բոլորի հետ։ Նախորդին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արադցեմենտ գործարանը եւս պետք է մասնավորեցվի եւ դատախազությունը 3 սեփականաշնորհման գործընթացում ինչ որ խախտումներ է հայտնաբերել։ Ինչ սցենարով կզարգանա ձեզ։ Ճիշտն ասած, հեծի հետ կապված խնդիրը երբ որ եղավ, ես այդ հայտարարությունը արել եմ, եթե Սամվել Կարապետյանի հետ են այդպես փորձում վարվել, թող ոչ մեկ հանգիստ չլինի, եւ մի քանի առիթով նաեւ բիզնեսի ներկայացուցիչներին եմ եւ անձնական շփումներում եւ այսպես եթերով դիմել, անգամ օրինակներ բերելով, եթե էներգետիկայի մասին օրենքը փոխում են, հեծում են նշանակում կառավարիչ, ինչպես հիշում եք, երեք ասեց, չէ՞, մի կառավարիչ էլ այնտեղ կդնենք։ Ոչ մի բիզնեսմեն հանգիստ չպետք է լինի, որովհետև ԵԱՏՄ-ի հետ կապված ընդհանրապես սրանց ստերի, այս թոշակների եւ առողջապահական այդ ծրագրերի իրականացման համար պետք է լինելու շատ մեծ գումար։ Սրանք ունեն երկու ճանապարհ, Աստված մի արասի, եթե հաղթեն կամ չեղարկեն ինչ որ մի պատճառաբանությամբ, կամ տերորի ենթարկեն բիզնեսը, որպեսզի կարողանան բյուջե լցնել։ Այլ տարբերակ չունեն։ Իսկ որպեսզի տերորի ենթարկեն, ինչ պետք է անեն։ Օրինակ, վերցնեն առողջապահության մասին օրենքը փոխեն, գնան հիվանդանոցի սեփականատիրոջ, ասեն լավ չես կառավարում, մենք այստեղ պետքա կառավարիչ դնենք։ Հետո վերջվել կամ պետականացնեն կամ նվիրեն ինչ որ մեկի։ Այսինքն այս ճանապարհը, եթե ինչ որ մեկ իրեն կոմֆորտ զոնայում է զգում, շատ կարճ ժամանակահատված է լինելու։ Նորից կրկնում եմ, թող ոչ ոք չվիրավորվի, բայց եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս ամենազդեցիկ եւ ամենահարուստ հայը եղել եւ մնում է Սամվել Կարապետյանը։ Եթե սրանք այնքան բարոյական կողմը չեն պահում եւ այսպես սանձարցակ լկտի եւ խոսույթով եւ գործելավոճով արտահայտվում են Սամվել Կարապետյանի հետ կապված հարցերում, որ իրավունքը չունեն եւ հորդորում եմ կոռեկտ մնալ, կստանան 10 անգամ ավելի պատասխան։ Ուղղակի մեր դաստիարակությունն ու մակարդակը չի ներում իջնել այդտեղ։ Ապա մնացածի դեպքում առանց աչքները թարթելու են անել, ուղղակի թող մտածեն։ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահը օրեր առաջ հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի գինը հնարավոր է բարձրանա։ Նարեկ Կարապետյանը արձագանքել էր, որ այս պահին էլ արդեն բարձրացած է, ուղղակի կառավարությունը սուբսիդավորում է, որպեսզի նախընտրական այս շրջանում հոսանքի գինը չթանկանա։ Դուք պնդում եք, որ հունիսի 7-ից հետո բարձրանալու է։ 6 ամիս է ուղիղ, եթե չեմ սխալվում, նոյեմբերի կեսերին կամ վերջերին էր։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, եթե հիշում եք, քննարկեց սակագնի հարցը եւ թողեց անփոփոխ։ Ինչ է կատարվել էներգոբալանսում, մի քանի անգամ ասել եմ, եւս մեկ անգամ ասեմ։ Այսպես մինուսների եւ պլյուսների համադրմամբ ստանում են ինչ-որ թիվ։ Եթե մինուսները շատ են, պետք է բարձրանա, եթե պլյուսներն են շատ, պետք է իջնի։ Եթե էներգոբալանսը այսպես 0-0 է կանգնում, որը հնարավոր չի ուղղակի մաթեմատիկական առումով, մնում է նույնը։ Հիմա սրանք ինչ են արել, վերցրել են այդ ամբողջի համադրմամբ, ստացել են 0-0, բառից բուն իմաստով, մինուսը եւ պլյուսը, բայց բազմաթիվ անգամ հարցադրում եմ արել եւ խնդրել եմ լրագրողներն էլ հարցնեն, շատ պարզ հարց, որտեղից ատոմակայանին
2026 թվականի համար նախատեսված 12 միլիարդ դրամ այլ ֆինանսական եկամուտ։ Եվ Այդտեղ է հենց շանգալուխը թաղված, այդ 12 միլիարդ ֆինանսական այլ եկամուտով զսպել են աճը։ Ինչի համար, որովհետև նախընտրական տարի է։ Ես չեմ ուզում չարախոսեմ, ես չեմ ուզում մեր ժողովրդին մեն վատ բաներ ասեմ, բայց հարգելի հայրենակիցներ, հավատացած եղեք, անպայման սակագինը թանկանալու է։ Այդ սակագնի չթանկանալու ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերի թոշակները, ինչպես հայտարարել ենք, եւս 12000-ով մենք ենք բարձրացնելու։ Բազմաթիվ туриզմի մեր ծրագրերը ժամանակը չի ներիասեմ, դրա միակ գրավականը, որպեսզի այդ ամեն ինչը տեղի ունենա, դա Սամվել Կարապետյանի ուժի իշխանության գալն է։ հոսանքը չթանկանալու տարբերակ կա։ Իհարկե։ Ինչպես։ Քվեարկում են համար 3։ Եվ ինչ է կանելու։ Սամվել Կարապետյանը ինչպես 10 տարի խոստացել էր, այդ ժամանակ, երբ որ այս արշավը սկսվեց հեծիդեմ, խոստացավ եւս 10 տարի չթանկացնել։ Այսինքն ընդհուպ ինչպես եւ արել է, նաեւ այսուհետեւ սեփական միջոցների հաշվին զսպել աճը, որի հնարավորությունը կարծում եմ այստեղ կասկածի տեղի չի տա, հաշվի առնելով պարոն Կարապետյանի ունեցած ռեսուրսները։ Աջափնյակում կայացած հավաքի ժամանակ պարոն Ղազինյան, ձեր գործընկեր Գոհար Մելոյանը հայտարարեց, որ Աջափնյակի մետրոյի կայարանը, որը չի կարողացել կառուցել այս իշխանությունը, մենք իշխանության գալու պարագայում կարողանալու ենք այդ հարցը լուծել, բայց մետրոյի կայարանի կառուցումը տարիներ ձգվող process է, ֆինանսական, տեխնիկական լուրջ խնդիրներ կան։ Հաշվարկներ ունեք, ինչպես է կարողանալու այս հարցը լուծել։ Բնականաբար ես հավել եմ իմ գործընկերներին, այնտեղ խոսվում էր իշխանության գալու դեպքում, ես ավելի այսպես կոնկրետացնեմ, իշխանության գալուց հետո շատ կարճ ժամկետում սկսվելու է Աջափնյակ մետրոյի շինարարությունը։ Այս պարագայում Սամվել Կարապետյանին հարցնել գումարը որտեղից, իմ կարծիքով մի քիչ ճիշտ չի։ Այն առումով, որ յուրաքանչյուր խոստում իր կողմից տրված անհնար է չկատարվի։ Եթե անգամ ֆինանսական խնդիրներ ունի, չենք մոռանում, որ Forbes-ում ամսագրում եղած մարդու մասին է խոսքը։ Այսինքն ստացվում է, որ Սամվել Կարապետյանը կոպիտ ասած իր գրպանից պետք է ներդրում ունի։ Բնականաբար, այսինքն ինչ ենք անում, պետությունը գնում է զարգացման։ Մենք հիմնադրամներ ենք ստեղծելու, չէ՞, ծայրահեղականությունը վերացնելու համար, туриզմի համար։ Ինչն է դրա նպատակը։ Մաքսիմալ ներդրողներ իս դա Սամվել Կարապետյանը կարող է անել որպես եւ ուժեղ մարդ, եւ կազմակերպիչ, եւ հարգանք վայելող մարդ, որպեսզի բյուջեի վրա ծանրաբեռնվածությունը չլինի, օրինակ туриզմի պարագայում մենք ինչ ենք ասում, մասնակցելու է այսպես հողատարածքով կամ, չգիտեմ, ինֆրաստրուկտուրայով, այսինքն ամենաշատ 10%, բայց առանց ֆինանսի։ Մնացած մասը հիմնադրամ լինելու են գործընկերների կողմից ներդրումներ։ Ինչի է դա արվում, որպեսզի տնտեսությունը փորձենք բերել այսպես ինչ-որ մի նորմալ վիճակի, ներդրողները լինեն, կարողանանք նաև արտաքին պարտքը սպասարկել, որովհետև սրանց մնալու պարագայում արտաքին պարտքը նորից շատանալու է եւ հավատացած եղեք, այսօր էլ ինչ որ իրենք անում են, չեն անում իրենց հաշվին կամ իրենց աշխատանքի հաշվին։ Այս ինչ որ թոշակը բարձրացնում են, բժշկական ապահովագրություն եւ այլն, մենք դա փակելու ենք բոլորս, որովհետև այդ ամբողջը կատարվում է արտաքին պարտքի հաշվին։ Պարոն Ղազինյան, հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Ձեզ լսող քաղաքացիները ինչպես կողմնորոշվեն, ինչի համար պետք է ընտրեն ուժեղ Հայաստանի, ձեր մեկնաբանից։ Ընդհանրապես հայազգը միշտ եւ իմ ընտանիքում եւ ձեր եւ համոզված եմ բոլոր ընտանիքներում վերջերս 8 տարվա մեջ մի քիչ սրանք այսպես փոփոխություն են փորձում մտցնել ավանդույթների մեջ հայազգի, բայց ես իմ պապուց սկսած միշտ հիշում եմ մարդիկ վերաբերվում էին մարդուն իր արած գործերով, իր արած չարածով ընդհանրապես եւ լրջությունը եւ ամեն ինչը, այսինքն վերաբերմունքի ձևը։ Ես խնդրում եմ, որպեսզի մեր հայրենակիցները լսեն բոլորին, տրամաբանեն, այսինքն ինչ են արել այս իշխանությունները եւ ինչ է արել Սամվել Կարապետյանը եւ ամենակարևորը, երբ որ մարդ բարեգործություն անում կամ ներդրում է անում առանց թմբկահարելու, դա առավել մարդուն որպես դրական բնորոշելու գործիք է։ Ճիշտ է, ամոթ է համեմատել այսօրվա փոքրիկ խմբակի ղեկավարին Սամվել Կարապետյանի հետ, բայց ոչինչ։ Թող համեմատեն եւ տեսնեն ով ինչ կարող է անել։ Եվ ամենակարևորը, երբ որ Սամվել Կարապետյանը ասում է սա իմ պատվի հարցն է, թող դա էլ համեմատեն, ում պատիվը ինչքան է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։
Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ, падգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանի հետ։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։